Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, Աստվածաշնչի զորությունը։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը պարզապես մեկտեղ հավաքված պատմությունների մի ամբողջություն չէ։ Այն կենդանի է և զորեղ։ Այն կարող է խոսել մեր սրտերին ու մտքերին։ Այն կարող է քաջալերել, մխիթարել ու հանդիմանել մեզ։ Աստծու Խոսքը իմաստություն է փոխանցում այն փնտրողներին և օգնում հաղթահարել անհանգստությունները, վախերն ու տագնապները։ Երբ մենք Աստվածաշունչ ենք ընթերցում, Աստծու Խոսքը կարող է ներթափանցել մեր հոգու խորքերը և արձագանքել մեր պայքարների, դժվարությունների և անգամ ուրախությունների ու ցնծությունների հետ։ «Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ, և ամեն երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու» (Եբրայեցիս 4․12-13): Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո կյանքում անցնում ես այնպիսի ժամանակահատվածով, որ քեզ ուժասպառ ու հիասթափված ես զգում, ապա դու Աստծու Խոսքի զորացման կարիք ունես։ Եթե անցնում ես դժվարին ժամանակներով, ապա թույլ տուր, որ Աստծու Խոսքը զորացնի քեզ, որպեսզի հաղթահարես քո կյանք այցելած դժվարությունները։ Իմ կյանքում մեծագույն օրհնություն են եղել Աստվածաշնչի մեջ Տեր Աստծու կողմից մեզ փոխանցված խոստումները։ Դրանք միշտ քաջալերել են ինձ, և ես իմ կյանքում շատ անգամ եմ տեսել այդ խոստումների իրականացումը, երբ ուշադրությամբ քննել ու իմ կյանքը համապատասխանեցրել եմ այդ խոստումների մեջ տեղ գտած պայմաններին։ Երբ ես փոխվել եմ և բավարարել խոստման պայմանին, այդ խոստումը սկսել է գործել իմ կյանքում և փոխակերպել իմ կյանքի իրավիճակները։ Եսայիայի մարգարեության 40:30 և 31 խոսքերում կարդում ենք. «Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի»։ Իսկ դու Աստծո՞ւն ես ապավինում, երբ ուժասպառ ես կամ անցնում ես կյանքի դժվարություններով։ Երբ իրավիճակն անելանելի է թվում կամ երկար ժամանակ չեն երևում աղոթքներիդ պատասխանները, դու շարունակում ես հավատալ Աստծու խոստումների անխախտ լինելուն, թե՞ ընկնում ես հուսահատության ու սեփական հասկացողությամբ լուծումներ գտնելու ծուղակը։ Դու վստահում ես Աստվածաշնչի խոստումների իրական լինելուն։ Դու կարդում ես Աստվածաշունչը կանոնավոր ու կարգապահ կերպով։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։